Շնորհակալություն, Տիկին նախարար, դուք խոսեցիք բժիշկներին կամ վիրաբույժներին տրվող այդ աշխատավարձի չափից, այսինքն տոկոսից, եւ ասացիք, որ աշխատանքային քննարկում կա ԲԿ-ների հետ, որ հասկանանք։ Ես ես հիշեցնեմ, որ ձեր նոր հրամանով, եթե նախկինում վիրաբույժը ստանում էր օրինակ 30% վիրահատությունից, հիմա ձեր հրամանով ինքը ստանալու է 16.5%, որովհետեւ այնտեղ իրեն հատկացում է արվում ընդհանուր կարծեմ 55%, դրանից դրա 30-ը արդեն ընդհանուր արժեքից կազմում է 16.5, նույն կերպ անեսթեզիոլոգին է վերաբերում եւ մյուս բուժանձնակազմին, մի քիչ խոճուճ հաշվարկներ չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց հաշվեցինք եւ պարզվեց, որ օրինակ սանիտարը կամ բուժքույրը հնարավոր է որոշ դեպքերում բժշկից ավելի շատ տոկոս ստանա։ Հիմա ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ ԲԿ-ներում ուղղակի ձեր հրամանը որպես սուրբ գիրք են ընդունում եւ չեն կարողանում վրայից անցնել։ Հիմա գուցե այդ մարդկանց հորդորեք, որ իրենք իրենց ներսում կազմակերպեն այդ ամեն ինչը, որ վիրաբույժնել գող մնացած անձնակազմնել եւ այդքան տենց սրբորեն չվերաբերվեն ձեր հրամանային, եթե իհարկե դրանք տենց շատ իմպերատիվ ուժ չունեն։ Եվ այս կոնտեքստում դուք երեք գնացել եք Էրեբունի բժշկական հիվանդանոց ռոբոտի հետ շփվելու, տեսնելու ոնց է վիրահատում, ես հատուկ չեկա, որ չփչացնեմ ձեր տոնը եւ ռոբոտի ու Էրեբունը, բայց հենց Էրեբունուց սկսեմ, դուք տեղեկ եք, թե ինչ է կատարվում մեր ԲԿ-ներում, երբ որ կոնկրետ օրինակ Էրեբունին շատ աչքի ընկնող է դառնում, երբ որ նախկինում պետպատվերի շրջանակներում, հիմա ապահովագրության շրջանակներում գնում են վիրահատության եւ բժիշկները հատկապես Էրեբունու բացահայտ փող են ուզում պացիենտից, կապ չունի այդ պացիենտը ինչ սոցիալական վիճակում է, չգիտեմ, տենց չեմ ուզում կոպիտ բառեր արտահայտել, բայց այդ կարգի աներս իրավիճակ, որ տիրում է Էրեբունում ու նրան հարակից այլ հիվանդանոցներում, չգիտեմ ուրիշ որտեղ կա, բայց գրեթե բոլոր ԲԿ-ներում է այդ վիճակը։ Ուղղակի փող են հափշտակում հիվանդից, որովհետև մեղքը բարդում է պետության վրա, ասում են պետությունը մեզ քիչ է փոխհատուցում։ Վիրահատության գումարը, չգիտեմ, 600,000 է, ինքը 300-ն է տալիս կամ 200-ը, այն մնացած տարբերությունը հիվանդից են ուզում։ Ես չգիտեմ, այստեղ գուցե նաև Էրեբունու ղեկավարությունն ինչ-որ բան ունի անելու, որտեղ իրենց մոտ մի քիչ շատ են այդ ամեն ինչը տենց շատ մեծ ծավալների է հասնում, բայց ընդհանուր առմամբ համակարգային խնդիր կա, դուք քիչ եք փոխհատուցում, թե անալիզների համար, թե վիրահատության եւ ստիպված են լինում բժիշկները, որոնցից շատերը ուղղակի սովորել են նաև կողքից լևի կողմ աշխատել, հիվանդից գումար պահանջել, շնորհակալություն։ Բայց հարցը ինչու՞ն էր։ Այս հարցը խնդիրն էր, դուք տեղեկ եք այս ամեն ինչից եւ ինչու եք քիչ փոխհատուցում, որ նաև բժիշկներն էլ պացիենտից այդ տարբերությունը չուզեն։ Նախ իհարկե հարց տալուց էլ սուր համեմատություն անելը շատ տեղին է, բայց ինձ թվում է կոռեկտ չի հրամանը սուրբ գրքի հետ համեմատելը, կարծում եմ ճիշտ չի նման համեմատություններ անելը։ Կարող եք օրենքի հետ համեմատել ասենք, բայց նորից էլի պահպանենք մարդկանց զգացմունքներին վիրավորելու էթիկական նորմերի շրջանակներում մնանք։ Այո, նախարարի հրամանը իրավական ուժ ունի եւ դա էլ էսպես մոտավոր չի, այն հիմնվում է կառավարության որոշումների վրա, որոնք էլ իրենց հերթին օրենքի վրա, օրենքն էլ իր հերթին սահմանադրության վրա։ Հիմա արդեն անցնենք բովանդակությանը։ Ուրեմն տեսեք, մեր ապահովագրության շրջանակներում, նաեւ պետական պատվերի շրջանակներում պետությունը ասում է, որ ես պատրաստ եմ այս ծառայությունը նկարագրով ձեռք բերել այս գնի փոխհատուցման։ Բժշկական կենտրոնը պայմանագրով, ակցեպտով, այսինքն համաձայնությամբ ընդունում է այդ պայմանները եւ մեր քաղաքացիներին տրամադրում է այդ ծառայությունը, մենք էլ վճարում ենք ծառայության այն արժեքը, ինչ որ պայմանավորվել ենք պայմանագիրը ստորագրելով։ Մենք պայմանագրի ուրեմն առարկա հանդիսացող ծառայության գնի մեջ որևէ մեկի աշխատավարձ չենք ֆիքսում։ Ես խնդրում եմ, մի փնտրեք մի բան, որը չկա։ Նախարարի հրամանով չեն սահմանվում բժիշկների աշխատավարձերը։ Դրանք սահմանում են գործատու աշխատող հարաբերություններով։ Բայց մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ մեր գնի հաշվարկի մեջ առնվազն այսքանը բժշկական կենտրոնը պիտի նախատեսի բուժ անձնակազմի փոխհատուցման համար։ Եվ նախկինում էլ մեր սահմանված այդ
առնվազնի շեմից բարձր բժշկական կենտրոնները վճարում էին բժիշկներին, որոշներին շատ ավելի բարձր, որոշներին այդ չափով, որոշներին էլ մի փոքր ավելի բարձր։ Եվ մի բան է, հարգելի գործընկերներ, ես նորից խնդրում եմ, այստեղ չի կարելի նաև բուժանձնակազմի մյուս անդամների նկատմամբ այսպես բան անել։ Ես ուրախ եմ, որ դուք բժիշկների շահերը պաշտպանում եք, եւ դա շատ կարևոր է, առաջին ես եմ իրենց շահերը պաշտպանում, բայց ես պիտի ասեմ, որ մենք պիտի հասկանանք, որ վիրահատությունը, բժշկական ծառայությունը տրամադրվում է նաև հավաքական աշխատանքի շնորհիվ։ Եվ այո, մաքրուհիներ եւ բուժքույրներ պիտի բավարար աշխատավարձ ստանան։ Եվ նա ոչ թե աջակցող է, այսպես տակը ինչ մնա կգնա այս թիմի, ոչ։ Մենք պիտի հասկանանք, որ բժիշկը պիտի լինի գնահատված եւ շարունակելու են մեր բժիշկները իրենց աշխատանքի դիմաց անընդհատ ավելի շատ վճարվել եւ սա փաստ է։ Սա փաստ է։ Մեր 2018 թվականից մինչ այսօր մեր բժշկական անձնակազմերի աշխատավարձերը անընդհատ աճել են եւ դրանք հաջորդիվ էլ շարունակվելու են։ Բայց մեր բուժքույրերը եւ մեր մաքրուհիները եւս պիտի բավարար աշխատավարձ ստանան եւ այո, մենք մցրել ենք այդ պահանջը, որ առնվազն որոշակի չափով նրանք պիտի փոխհատուցվեն։ Եվ ես սա շատ կարևոր եմ համարում։ Մեզ նաև բժշկական կենտրոններն են այսպես դիմել, որ սա հնարավորություն կտա փոխհատուցման գնի շրջանակներում վերանայել բուժքույրերի եւ սանիտարների աշխատավարձերը։ Եվ մենք սրա հետ շատ հաշտենք, բժիշկներն էլ շարունակելու են ուրեմն փոխհատուցման գնի շրջանակներում զբաղվածություն ապահովելու պարագայում, սա էլ է շատ կարևոր։ Բժշկի աշխատանքն էլ իհարկե գալիս է նրանից, քանի վիրահատություն կանի, չէ, ամսական, քանի խորհրդատվություն կանի, մարդիկ ինչքան գող կլինեն, կդիմեն իրեն, թե կողքի բժիշկին, եւ սա է մեր նպատակը։ Երևանու մասով եւ հավելել գումար տանձերը։ Շատ լավ կանեիք գայիք, որևէ մեկը չի կարող հարամել որևէ բան։ Դե կատակով ասացի։ Ես ձեզ վստահեցնում եմ, դա ձեզ չի հաջողվի։ Ես ռոբոտի հետ չէի շփվում, ես վիրաբույժների հետ էի շփվում, ռոբոտը իր գործն էր անում։ Ես շատ ուրախ եմ, որ մեր բժշկական կենտրոնները համահունչ միջազգային զարգացման տեմպին համալրվում են նորագույն սարքավորումներով ու ես ուզում եմ նշել, որ սա իհարկե ռոբոտը սիմվոլիկ է, որովհետև շատ ավելի ինչպես ասեմ, համալիր նոր տեխնոլոգիական լուծում է, բայց սա վերաբերել է նաև այլ սարքավորումների, հետազոտման նորույթների, վիրահատարանների կահավորման եւ ես շատ դրական տպավորվում եմ շրջելով մեր բժշկական կենտրոններում, թե մասնավոր, թե պետական, թե ինչպես է վերափոխվում մեր առողջապահական համակարգի դեմքը։ Ինչ վերաբերվում է դժգոհություններին, ես ձեզ խնդրում եմ, հորդորում եմ, որ ցանկացած քաղաքացու բողոք փոխանցեք մեզ։ Ես շատ հետևողական եմ եւ եթե հասցվի նման դեպք, ապա մենք մեր նաև ապահովագրության պայմանագրի շրջանակներում, տեսչական մարմինների գործունեության շրջանակներում շատ հստակ կերպով ուրեմն կարձագանքենք, վստահ եղեք։ Մի ասեք բազմաթիվ են, կոնկրետ, 1-ա, 2-ա, 3-ա, բոլոր դեպքերում 20-ա, 30-ա։ Տվեք, 20 դեպք ակնկալում եմ ձեզնից, որ կտա։ Իսկ ռոբոտը մտնում է տապայի մեջ, ռոբոտի ծառայությունները, կարծես չէ։ Դեռ ոչ, որովհետև նորից երեկել ես նշեցի, Մեկ էլ Աստղիկում կա, չէ։ 3 կենտրոններ ունենք, Սլավմեդը, Աստղիկ բժշկական կենտրոն եւ Երևանի դեռ չէ, չի մտնում այս մեթոդը։ Հետագայում մի քիչ աշխատանքի արդյունքում նաև նյութածախսի ինքնարժեքի հաշվարկման պարագայում կքննարկենք համավճարի սկզբունքով, սա էլ պիտի ես ասեմ, որ հարգելի գործընկերներ, ի վերջո մենք 29,600 դրամ տարեկան ապահովագրավճարի շրջանակներում պիտի կարողանանք ապահովել, չենք կարող ամեն ինչ միանգամից մտցնել։